Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի թեման վերջին շրջանում ավելի լայն տարածում է գտնում միջազգային հեղինակավոր պարբերականների էջերում։ Բրիտանական հայտնի Guardian պարբերականը ծավալուն հոդվածով է անդրադարձել հատիսի գագաթին կառուցվող փրկչի արձանին։ Guardian-ի հոդվածագիր Պյոտր Սաուերը Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցից հետո գրում է. Ծառուկյանն ընտրել է հավակնոտ նախագիծ կառուցել աշխարհի ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանը, որը կտեղադրվի Երևանին նայող ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթին։ Ոմանց համար սա Հայաստանի դարավոր քրիստոնեական ժառանգության խորհրդանիշն է։ Հոդվածի հեղինակը մեջբերում է նաև Գագիկ Ծառուկյանի խոսքը. Սա Հայաստանի այցեքարտը կլինի, քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը։ Գաղափարի հեղինակը հարցազրույցում ուշագրավ բացահայտում է արել արձանի բացման արարողությանը հրավիրված է լինելու նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ ԱՄՆ դեսպանատան միջոցով ձևավորված ամերիկյան ոչ պաշտոնական պատվիրակությունն արդեն այցելել է արձանի կառուցման վայր։ 101 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանից մոտ 25 կիլոմետր դեպի արևելք, Հատիս լեռան վրա և տեսանելի կլինի մայրաքաղաքի մեծ մասից։ Գագիկ Ծառուկյանը գոհունակությամբ ընդգծում է, որ այն բարձրությամբ կգերազանցի Բրազիլիայի հանրահայտ Քրիստոս Փրկիչ արձանին և փոքր-ինչ ավելի բարձր կլինի Նյու Յորքի Ազատության արձանից։ Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն ենք, լիովին բնական է, որ աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը պետք է հենց մեր երկրում լինի, ասել է Գագիկ Ծառուկյանը, ընդգծելով. ամենակարևորն այն է, որ այս արձանը նախատեսված է ոչ միայն հայ հավատացյալների, այլև ամբողջ աշխարհից այցելուների համար։ Ծառուկյանը վստահ է, որ ապագայում տարեկան շուրջ 10 միլիոն զբոսաշրջիկ կայցելի տեսնելու հրաշալիքը։ Պյոտր Սաուերի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել է. օվկիանոսից օվկիանոս բոլորը դրա մասին են խոսում, աշխարհում նման բան չկա, բայց Հիսուսի արձանը միայն սկիզբն է։ Guardian-ի հոդվածագրին Գագիկ Ծառուկյանը հայտնել է արձանի մոտակայքում նախատեսված աստվածաշնչյան մեկ այլ նախագծի՝ Նոյան տապանի կառուցման մասին։ Սաուերին ցույց է տվել նախագծի պատկերները և նշել է, որ տապանը կունենա 134 մետր երկարություն, 24 մետր լայնություն և 18 մետր բարձրություն։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։